Լսեք։ Վերաբացել հաստատված խաղաղությունը նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային process-ի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք։ Տեսական մակարդակում կարող ենք համարել, որ այդ բովանդակությունը կարող է դառնալ։ Այսինքն է, որը դու չասեք, ինքը իր ձայնը չէր բաները, մեկ ասում իր ձայնը Այդ չէ։ բովանդակությունը կարող է դառնալ ավելի վատը։ Հիմա Շատ ավելի հավանական է, եւ էլի, եթե նույնիսկ չգնահատենք տեսական մակարդակում, այդ բովանդակությունը ամբողջությամբ կարող է փլուզվել։ ասում եմ բովանդակություն ենք պայմանավորվել խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի հետ, եւ այդ բովանդակությունը կարող է փլուզվել, եթե ինքը քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի։ Հիմա ասում շատ հանգիստ մանրամասն վերլուծենք, սիրելի հայրենակիցներ։ Այստեղ ոչ թե հարցը այն է, որ ասում է հանկարծ թող բանը Քոչարյանին չընտրեն, չգիտեմ, ես իմ ում չընտրեն բան, բացարձակ հարցը դրա մասին չի։ Հարցը նրա մասին է, որ ինքը ասում է, եթե ես չընտրվեմ, լինելու է պատերազմ։ Եվ այդ բովանդակությունը, որը մենք պայմանավորվել ենք, ասում է կարամ փոխեմ, կփոխվի այդ բովանդակությունը։ Հիմա ասում եմ ես իմ տեղը խոսեմ, սիրելի հայրենակիցներ, որտեղ որ մենք կլինենք, որտեղ որ մեր քաղաքական միավորը ներգրաված կլինի, ես ես վստահեցնում եմ, որ այն բովանդակությունից, որ ինքը խոսում է, դրանից լավ բովանդակություն կարող ենք ունենալ։ Իսկ ինչ բովանդակություն է ինքը պայմանավորվել։ Եթե պայմանավորվել է, եթե դու ասում ես պայմանավորվել ենք բովանդակություն, այս բովանդակությունը կարող փոխվի, ու եթե փոխվի կլինի պատերազմ։ Ու շարունակում է պատերազմի թեման անդադար խոսում է։ Այսինքն վարչապետը ուղերձ է եղել այն մասին, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի։ Շարունակում ենք այս թեման, որովհետև մի հատ առանձին ուղերձ ա եղել սրա մասին, բացի այն, որ լրագրողների մոտ սպառնում էր, որ կոնկրետ սեպտեմբերին կլինի պատերազմ։ Հետո տեսավ շատ ցուրտ քննադատվեց, որոշեց մանրամասն մի հատ այդ թեմային անդրադառնալ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ինչ բովանդակություն ա պայմանավորվել։ Ուրեմն ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ բովանդակություն չի պայմանավորվել։ Ադրբեջանի կողմից եղել են պայմաններ, այդ պայմանները Հայաստանը մերժել է, փորձել է բանակցել եւ մի օր անցյալ տարի հունվար ամսին հայտարարել է, որ ինքը տոտալ համաձայնվում է բոլոր Ադրբեջանի պահանջներին եւ նախագիծ ուղարկել է Ադրբեջան։ Սրա մասին տարբեր եթերներում ես խոսել եմ։ Երբ որ համաձայնվել է բոլոր կետերին, որը Ադրբեջանն առաջարկում որն պարտադրում էր, հաստատված է եղել, որ կա արդեն նախագիծ, որը կարող է նախաստորագրել։ Այդ բովանդակությունը, այդ ինչ բովանդակություն, որ ինքը որ ասում է, չէ, ժողովուրդ ջան։ Գիտեք ինչի մասին այդ բովանդակությունը։ Նրա մասին է, որ մենք պետք է քրեական գործեր հարուցենք եւ պատժենք մեր զինվորականներին։ Սա մասին ես խոսել եմ։ Այս բովանդակությունն է ինքը պայմանավորվել, եթե պայմանավորվել է, այդ բովանդակության հետ է համաձայնվել։ Եվ հիմա ասում ախպեր, այդ բովանդակությունը կփոխվի, եթե ես չընտրվեմ։ Այլ ես ուզում եմ, որ այդ բովանդակությունը փոխվի։ Ես ուզում եմ, որ այդ բովանդակությունը փոխվի։ Ես չեմ ուզում, որ մեր 30 տարվա ապրած կյանքը մենք նստենք դատենք։ Ինչ-որ անհայտ կորածների վերաբերյալ քրեական գործեր հարուցվի։ Բովանդակության մի մասը, որը համաձայնվել են, նրա մասին է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չպետք է լինեն։ Իսկ դա որն է, որ մեր թորները վաղը մյուս օրը 50-100 տարի հետո, չգիտեմ երբ, ուզենան ամերիկյան բազա դնեն, այսինքն նրանց սրտով ովքեր ամերիկա մետ են, ուզենան ֆրանսիական ռազմաբազա դնեն, ուզենան ռուսական ռազմաբազա դնեն, ուզենան, չգիտեմ, այլ ինչ որ ուժեր տեղակայեն, կամ Հայաստանը մտնի ՆԱՏՕ-ի անդամ դառնա, չգիտեմ ինչի անդամ, մենք չգիտենք ինչ ալյանսներ են լինելու, ոչ մի իրավունք մենք չենք ունենալու, որովհետև այն բովանդակությունը ինչի մասին ինքը խոսում է, ըստ այդ բովանդակության մենք ինքնիշխան երկիր չենք այլևս, որովհետև մենք Ադրբեջանի հետ համաձայնվել ենք, որ իր սահմանի երկայնքով չենք կարող երրորդ ուժեր ունենալ, ոչ մի բան չենք կարող անել այդ տարածքում։ Այսինքն մենք մեր իրավունքները սահմանափակել ենք մեր երկրի ներսում։ Այսինքն Ադրբեջանը իր երկրի տարածքում կարող որոշի ինչ անի, բայց Ադրբեջանն այսօր որոշում է նաև մեր երկրի ներսում։ Էլի անդրադառնամ բովանդակության, ասում եմ, այն բովանդակությունը, որ ես պայմանավորվել եմ, այդ բովանդակությունը կարող փոխվի։ Այդ որ բովանդակությունն է, որ Արարատ լեռան նկարը հանվում է սահմանային կնիքի վրայից ու միակ մարդը, որ դիմում է դատարան Հայաստանում, դա ես եմ։ Միակ մարդը, որ դատի է տվել պետությանը, դա ես եմ եղել, որ դատի եմ տվել, դատը դեռ այնպես կախված է օդում։ Դատը չեն անում, որ հասկանանք ինչ է։ Միակ բովանդակությունը դա է պայմանավորվել։ Ես չեմ ուզում այդ բովանդակությունը։ Ես ուզում եմ այդ բովանդակությունը փոխվի։ Լսում եք։ Ես ուզում եմ, որ այդ բովանդակությունը փոխվի։ Այլ ինչ բովանդակություն է պայմանավորվել, որ նաև զինանշանի վրայից, ընտրություններից հետո, եթե ինքը ընտրվի, զինանշանի վրայից էլ է հանելու։ Ես ուզում եմ, որ զինանշանի վրայից դուրս չգա Արարատ լեռան նկարը։ Էլ ոնց բացատրեմ։ Ես չեմ ուզում մեր ինքնությունը պրծենք մենք։ Այն բովանդակությունը, որ ինքը պայմանավորվել է, մեր ինքնությունը պրծելու մասին է։ Էլ ինչ բովանդակություն է պայմանավորվել, որ պետք է Հայաստանի առաքելական սուբյեկտ եղեցին, օրինակ սահմանադրական կարգավիճակ չունենա, օրինակ սահմանադրությունից պետք է դուրս գա անկախության հռչակագիրը,
որը չկա, բայց հղում կա անկախության հռչակագրի վրա, որ Ղարաբաղի կամ տարածքային ամբողջականության ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ կապված, ասում Ադրբեջանի տարածքային պահանջ ունեն։ Հա, այսինքն մեր համաձայն մեջ Արցախի մասին, Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի կետ չկա, բայց ինքը պայմանավորել է բովանդակություն, որ մեր պրեամբուլան, մեր նախաբանը պետքա փոխվի։ Ես չեմ ուզում, որ այդ բովանդակությունը, որը ինքը պայմանավորվել է, դա տեղի ունենա։ Հետեւաբար ուզում եմ, որ ինքը չընտրվի։ Հետեւաբար ամեն ինչ անելու ենք, որ ինքը չընտրվի։ Եվ մենք որտեղ որ լինենք, իմացեք, ոչ թե կլինի պատերազմ, այլ շատ հանգիստ, խաղաղ, շնորհքով, մեր ինքնասիրությունը պաշտպանելով։ Մենք կպայմանավորվենք բաներ, որը մեր ինքնությունը չի կործանի, որը մեր պետականությունը չի կործանի։ Էսա է ամբողջ խոսակցությունը։ Սրա մասին է։ Եվ այն պայմանագիրի նախագիծը, որը չեն ստորագրել, նախաստորագրել են, դա լավ նախագիծ չի։ Դա լավ բան չի, դա լավ բովանդակություն չի, որ ինքը պայմանավորվել է։ Եվ բազմաթիվ պահանջներ դրա մեջ չեն, որ ասма գնալու են վերաբանակցեն, չէ, դրա մեջ չի որ գնան վերաբանակցեն։ Ինքը առանձին է դրանք պայմանավորվել, դրա մեջ չկա որ մենք Արադ լեռը պետք է հանենք զինանշանի վրայից։ Դա առանձին է ինքը ընդունել, հասկանում եք, էլի հայրենակիցներ։ Հետևաբար այդ բովանդակությունը ինչի մասին ինքը խոսում է, բովանդակությունը պետքա չլինի։ Պետք է այդ բովանդակությունը, այո, չլինի։ Եվ որպես այդ բովանդակությունը չլինի, պետքա ինքը չլինի երկրի ղեկավար։ Որպես ինքը չլինի երկրի ղեկավար, պետք է այս ընտրություններով իշխանությունը փոխվի սիրելի հայրենակիցներ։ Հիմա մի ուրիշ բան եմ ուզում անդրադառնալ։ Mēs բովանդակության մասին շատ ենք խոսել։ Քանի որ ես բանակցային գործընթացի վերաբերյալ երևի թե վերջին շրջանում կառավարությունից դուրս եկած ամենաթարմ գիտելիքն ու տեղեկությունն ունեմ եւ շարունակել եմ նաեւ դրանով զբաղվել, ելի ուզում եմ ասել։ Հայկական կողմը սիրելի հայրենակիցներ, ուղղակի մի օր կանգնել է ու համաձայնվել բազմաթիվ կետերի, օրինակ, դատական գործերը հետ քաշելու վերաբերյալ։ Օրինակ, մենք մեր իրավունքները չպաշտպանելու վերաբերյալ։ Մի ուղղակի համաձայնվել է։ Ես այդ բովանդակության հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ մի բովանդակության հետ, որը դուք պայմանավորվել եք, որը նրա մասին է, որ իբր թե 12 կիլոմետր, 12.9 կիլոմետր սահմանազատվում է, Հայաստանը իր զորքերը դուրս է բերում։ Ինչ որ տարածքներից, որը իբր այդ գծի համաձայն Ադրբեջանինն է, բայց Ադրբեջանը իր զորքերը դուրս չի բերում։ Էսա քո պայմանավորված բովանդակությունը։ Սրանով էս գրող գոռում։ Այդ ինչ ուղերձ է։ Էսա պայմանավորված բովանդակություն, սա է խայտարակություն է բովանդակությունը։ Եվ մյուսը, շատերն են ասում, այ դուք անընդհատ քննադատում եք։ Նաև Կարպիս Փաշինյանի հետ, որ մենք ոդկասթում ենք խոսում, ասում են, անընդհատ դուք խոսում եք իշխանությունը վատնա, ասում եք, էս սխալ արավ, այն սխալ արավ։ Դուք ասեք, դուք ինչ կանեք։ Սերի հայրենակիցներ։ Մենք այնքան արագ ենք ռեակցիա տալիս ամեն եղած վատ բանի ցույց տալու համար, թե սրա հետևանքը ո՞րն է, որ այո կարող է տպավորություն ստեղծում, որ մենք խոսում ենք միայն նրա մասին, որ այսի վատ են անում, սխալ են անում։ Բայց մեծ շատ կարևոր բան կա։ Երբ որ մենք ասում ենք օրինակ, չի կարելի ոչ մի բանի դիմաց Ադրբեջանին տալ միջանցք, դրա էլ ընտրանքը ասում են, ինձ ո՞րն է ձեր ծրագիրը։ Մեր ծրագիրն է չտալ միջանցք։ Չհանել զինանշանը, զինանշանի վրայից Արադ լեռը։ Չհանել Արադ լեռը կնիքի վրայից։ Չդարձնել Մեսրոպ Մաշտոցին QR կոդ։ Չընկնել կաթողիկոսի եկեղեցու հետևից նվաստացնել ամբողջ աշխարհով մեր ազգային ինքնությունն ու ինքնասիրությունը։ Կամ ասենք Վրաստանի հոգևոր առաջնորդը մահացել է, կաթողիկոսին չեն թողնում գնա բանին։ Հուղարկավորությանը արարողությունների մասնակցի։ Սա ինչ անելու բան է։ Ինչ դրանով Հայաստանը ավելի ինքնիշխան է դարձել, ասում են Հայաստանը ինքնիշխան է։ Հայաստանն ավելի անկախ է դարձել։ Այն բովանդակությունը, որի համաձայն դուք ասում եք, որ Հայաստանն ավելի անկախ է, այդ բովանդակությունը ես չեմ ուզում, որտեղ ավելի անկախ չի։ Այդ բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի վրայով Ադրբեջանը, ադրբեջանական քաղաքավիացիան թռնում է, նաև ռազմականն էլ միգուցե չենք իմանում, հա, եւ մեզ չեն հարցնում դրա մասին, որ Ալիևն է ասել հրապարակայի։ Ասում եք, այնքան շատ է այդ բովանդակության այն կետերը, որը մեր կործանման մասին է, որ հերթ հետ չկա կրկնվելու։ Բայց հետ գալով էլի թեմային ուզում եմ ասեմ հետեւյալ, որ ասում եք, դուք ասեք դուք ինչ կանեք, դուք ձեր ծրագիրը, որ Ժորժան, մեր ծրագիրն է, որ չնվաստանանք։ Մեր ծրագիրն է, որ այս պետությունը պահպանենք։ Մեր ծրագիրն է, որ մենք մեր ինքնությունը պաշտպանենք։ Հասկանում եք մեր ծրագիրը որն է։ Մեր ծրագիրը այն է, որ Հայաստանը իդ չգնա 100 տարի հետ դեպի առաջի հանրապետության ժամանակաշրջան։ Այն ինչ որ իրանք անում են, այդ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, ուզում են բերեն բնակեցնեն այստեղ։ Դրա մասին է, առաջին հանրապետությունն է մեզ տանում։ Իսկ առաջին հանրապետությունը ինչի մասին է եղել, ինչ ա եղել այդ ժամանակները։ Բերցեք, կարդացեք, ինչ խնդիրներ ենք ունեցել։ Կարդացեք, ինչ խնդիրներ ենք ունեցել։ Ուսին որն է ձեր այլ ընտրանքը, դուք ինչ եք առաջում։ Մենք առաջարկում ենք չթալանել ժողովրդին։ Ես առաջարկում եմ չթալանել ժողովրդին։ Ես առաջարկում եմ հեղափոխական տեքստերով այկած մարդիկ չեն կարող միլիարդավոր դրամներ իրար մեջ բաժանել։ Էսա մեր առաջարկը, չի կարելի դա անել, որովհետև արժեքային խնդրեմ է առաջանում։ Չես կարող դու այդ տեքստերով գաս իշխանության ու միլիարդավոր դրամներ ժողովրդի փողը վեկալես ձեր մեջ բաժանես։ Այդ եմ ես առաջարկում։
Չի կարելի ասենք բանակի ազատման վերաբերյալ այդքան փողային ծրագրեր ներդնել։ Որ մենք ասեմ, չի, մենք այնքան բան կա, ամեն եթերով մեկին անդրադարձել ենք։ Ուղղակի տեսա, բանը մեկնաբանությունները մեկը գրել է, ախր անդադար դուք քննադատում եք, բան, չեք ասում թե դուք ինչ կանեք։ Մեռանք ասելով մենք ինչ կանենք։ Սաղորն ասում են մենք ինչ կանենք։ Մենակ այն որ ինչ որ քննադատում ենք, հետեւաբար դա չի կարելի անել, դա լավ չենք անի, չէ՞։ Այսինքն այն ինչ որ ասում ենք չի կարելի անել, եթե մենք ազդեցություն ունենք, իշխանության մեջ լինենք, իշխանություն լինենք, այդ հենց նախ չենք անելու։ Այդ հերիք չի, դա բովանդակություն չի։ Իր ասած բովանդակությունը ինչի մասին է։ Ինչպես այս թվարկումը 10 ամենաչեզոք վիճակագրական թվարկումը ցույց է տալիս, այսինքն երկուսը ընդդեմ մեկի մի հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է լավանալ, երկու ասում մի հնարավորություն կա, բովանդակությունը կարող է լավանալ։ Այն ինչ որ ես եմ խոսում։ Ես խոսում եմ բովանդակությունը լավացնելու մասին, բայց ասում եմ երկու հնարավորություն կա, որ կարող վատանա։ Այդ ինչ երկու հնարավորություն է, ոնց կարող վատանա։ Ոնց պետք է վատանա։ Եթե դու չես իշխանության, արդեն ավտոմատ լավանալու է այդ բովանդակությունը, որտեղ այն ինչ որ ասենք այդ տեքստի մեջ չեղած բաներ կա, որ դա էլ եք ընդունել որ պետք է անեք, այդ արդեն չի լինելու։ Այդ արդեն դրական է։ Էլ ինչ ասում։ Որ այդ բովանդակությունը կարող է վատանալ, ընդ որում երկու, այսինքն մի հնարավորություն ընդդեմ երկու հնարավորության, որ այս երկու հնարավորության ռեկլաման գաղտնիքի։ Սպասեք, սիրելի հայրենակիցներ ջան։ YouTube-ը դարձել է բաներ։ Դեպքում է զարգացման տրամաբանությունը տանում է դեպի պատերազմ։ Պատերազմ։ Մենք պետք է շատ հստակ արձանագրենք։ Պատերազմ։ Որովհետև հաստատված խաղաղությունը մի կողմ դնել, այդ նշանակում է բացել պատերազմի դաշտը առավել եւս այն խոսույթով, որ Քոչարյանի, Կարապետյանի եւ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը այսօր գրեթե ամենօրյա ռեժիմով բացրadzայնում են եւ ողջագրում են եւ հանդես են գալիս այդ դիկտատորին։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ այս խաչմերուկը պատմական այո, պատմական խաչմերուկը շատ պատմական է, որովհետև սա արդյունքում երևալու է Հայաստանը մնում է որպես պետություն թե չէ։ Հայաստանը մնում է որպես ինքնիշխան երկիր թե չէ։ Որովհետև եթե դու ինքնիշխան երկիր ես, դու պետություն ես, դու անկախություն ունես, չեն կարող քորայով թռնել առանց քեզ հարցնելու, չեն կարող քեզ պարտադրել սահմանադրությունը փոխես, ասենք դե դա պետությունը ինքնիշխան չի կարող դառնալ սրա նրա գերին, ձեռի բանը, խաղալիքը։ Էլ ինչ ասում։ Մենք դա բոլորս տեսել ենք եւ նույն փոքրի վրա երկու անգամ իլուծի հարցերը կամ մենք այդ հարցերը պետք է լուծենք դրանք անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանի խորհրդանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը։ Տեր է կանգնելու խաղաղությանը։ Ով ասել որ խաղաղությունը դնում են մի կողմ, ով ասում որ խաղաղություն չի լինի։ Ինքն է ասում։ Միայն ինքն է ասում։ Ինքը։ Հիշում եք որ Հայաստանը, սա էլ ասեմ ու ամփոփեմ։ Հայաստանը վավերացվեց Ռոմի ստատուտը։ Հիշում եք ինչ ելույթներ են ունենում, որ այլևս Ադրբեջանը չի կարող մեր վրա հարձակել, որտեղ մենք Ռոմի ստատուտը վավերացրել ենք։ Ռոմի ստատուտ, պատկերացնում եք վավերացրել ենք, ել մեր վրա չեն կարող հարձակվել։ Այնա Ռոմի ստատուտը ուր է։ Ռոմի ստատուտը էլ չի օգնում, այսինքն Ռոմի ստատուտը չի աշխատում, եթե Նիկոլը չի մեր վարչապետը, Ադրբեջանը մեր վրա կհարձակվի։ Այսքան սուտ, այսքան մանիպուլյացիա, այսքան աբսուրդ, այսքան խայտարակություն։ Սա է ուզում ասեմ, սիրելի հայրենակիցներ, կիսվեք, տարածեք, թող մարդիկ իմանան, որ ամեն մի վատ բանի այլ ընտրանքը առաջին հերթին մի վատ բանը չանելն է, եղածդ պահելն է։ Ոչ թե բան, ասեն, որտե մենակ քննադատում եք, բան չեք առաջարկում։ Առաջարկում ենք, որ զինանշանի վրայից չհավի Ադլերը, լավ չենք առաջարկում, մերանք առաջարկելով, դիմել ենք դատարան, էլ ոնց առաջարկենք։ Առաջարկում ենք չթալանել պետական բյուջեն, որ հենց հիմա թալանում են իրանք։ Վատ առաջարկա, լավ առաջարկա, չէ։ Լավ, նորից նույնը չկրկնեմ, լավ մնացեք եւ խնդրում եմ տարածեք եւ ձեր կարծիքը նաեւ գրեք այստեղ, որ մենք իմանանք թե հաջորդ թեման էլ ինչ հարցեր եք ուզում որ բարձրացնենք եւ էլ ինչ հարցերով եք ուզում իմանալ նաեւ մեր քաղաքական տեսլականը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։